բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդյունաբերության կոմիտեի մասով։ Այստեղ կարող եմ ասել, որ մենք ունենք շոշափելի ձեռքբերում ծավալուն աշխատանքների կապակցությամբ, որովհետև իմ խոսույթում հաճախ եմ ասել, որ մենք եթե նախկինում մի հատ մեղ չէինք կարող արտադրենք, այսօր մեր արտադրական ռազմաարդյունաբերության կատարված աշխատանքները շոշափել են եւ բազմիցս առաջարկվել է եւ իրականություն է դարձել նաեւ ազգային ժողովի պատգամները, որպեսզի այցելություններ ունենան ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ եւ տեսնեն, թե ինչից ինչ ենք ստացել։ Դա իրականություն է եւ նորից ես հաստատում եմ կառավարության առաջարկը, կարծեմ Պաշտպանության նախարարի հիմա բացակայում է, որ ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի եւ ԲՏԱ նախարարի նաեւ առաջարկը կազմակերպենք այցեր, չնայած այցեր եղել են եւ գեոկոսմոս այցի ժամանակ կարծեմ դա Գառնիկե Դանիելյան մեր հետ էր եւ այնտեղ մենք խոսեցին ոչ միայն արդեն իրեն սպառած մեր համակարգի մասին, խոսեցինք նաեւ նոր ձեռքբերվելիք համակարգերի մասին, որը ելի ծախսեր է պահանջում, բայց դա կլինի ավելի արդիական տիեզերքի հետ կապված, պարոն Մանուկյան։ Ես ասեմ, որ պարոն Դանիելյանը միշտ տիեզերքի հարցում ակտիվ է եղել, մեր կողքն է եղել։ Այո, շատ լավ։ Ուզում ասեմ, որ դա եղել է, դա էլ է իրականություն։ Այ կներեք, Արբանյակայի հարցերում, հա։ Եվ հիմա էլի բաներ կան, որ հիմա նաև ցուցադրական այդպիսի հնարավորություններ կլինեն եւ ես կխնդրեի, եթե պաշտպանության նախարարությունը այդ առաջարկը անի, չհրաժարվեք, ավելին մասնակցենք եւ տեսնենք նաեւ այն ձեռքբերումները, որոնք այսօր արդեն պետքա ձեռք բերի պաշտպանական գերատեսչությունը եւ դա մեր արդիականացված, հա, սպառազինության կողքին կլինի արդիականացված սեփական արտադրության միջոցներ։ Արտաքին հետախուզության ծառայության մասով։ Ասեմ ձեզ, որ ինքը բնականաբար ինքը յուրահատուկ կառույց է, որը մենք չենք ունեցել երբեք, եւ հիմա ունենք, եւ նա կայացման փուլում է, սկսած կադրերի ընտրության, պատրաստման, շենքային պայմանների, որտեղ դրանք առանձնակի պահանջներով, հա, կատարվելիք մեխանիզմներ են, որին ազգային ժողովը դեռ չունի օրենսդրական այն կարգավորում, որպեսզի վերահսկողական ֆունկցիաները կարողանա կատարել լիարժեք։ Լավագույն միջոցը դա այնուամենայնիվ ըստ պայդրության մնում է բյուջետային տարվա քննարկումների ժամանակ մեր ազգային ժողովի պատգամների կողմից տրված հարցերի եւ ստացած պատասխանների միջոցով։ Կարծում եմ, որ այստեղ Տիկին Գրիգորյանը տվեց այն պատասխանները, որոնք հաջորդ տարի, եթե ազգային ժողովի պատգամների մի զգալի մասը կվերընտրվի, կունենան հնարավորություն համատության մեջ նայելու հաջորդ բյուջեի ժամանակ մեր արտաքին հետախուզության կառույցը ուր է հասել, որը շատ կարևոր է մեր երկրի համակարգում իր կայացման տեսանկյունից։